Շատերի համար YouTube-ում 1000 բաժանորդ հավաքելը թվում է շատ բարդ ու երկար պրոցես, բայց իրականում դա ավելի շատ ճիշտ մոտեցման հարց է, քան վախտի։ Եթե դու ուղղակի վիդեո ես դնում ու սպասում, որ մարդիկ պատահաբար գտնեն քեզ, մեծ հավանականությամբ արդյունք չես ստանալու։ YouTube-ը աշխատում է ալգորիթմով, եւ այդ ալգորիթմը առաջ է մղում այն վիդեոները, որոնք մարդիկ դիտում են, կիսվում են եւ որոնց վրա արձագանքում են։ Այսինքն քո նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես վիդեո դնելը, այլ այնպիսի կոնտենտ ստեղծելը, որը կպահի մարդկանց ուշադրությունը։ Առաջին եւ ամենակարևոր քայլը consistency-ն է։ Եթե դու շաբաթը 1 վիդեո ես դնում, աճը շատ դանդաղ կլինի, բայց եթե դու սկսես ամեն օր գոնե 1 շորտս եւ շաբաթը մի քանի սովորական վիդեո տեղադրել, ալգորիթմը շատ ավելի արագ կսկսի քեզ ցույց տալ մարդկանց։ Շորտսը այս պահին ամենաարագ գրով տվող ձևաչափերից է։ Դրանք կարող են մի քանի ժամում հավաքել հազարավոր դիտումներ եւ բերել նոր բաժանորդներ, նույնիսկ եթե դու նոր ալիք ունես։ Երկրորդ կարևոր քայլը ճիշտ թեմայի ընտրությունն է։ Շատ սկսնակներ սխալվում են, ամեն ինչից մի քիչ անում են, բայց YouTube-ում ավելի լավ է ընտրել մեկ կոնկրետ ուղղություն, օրինակ կրթական կոնտենտ, մանի թեմաներ, facts կամ entertainment եւ մնալ դրա մեջ։ Սա օգնում է, որ ալգորիթմը հասկանա, ում ցույց տա քո վիդեոները։ Երրորդ կարևոր բանն է առաջին վայրկյանները։ Երբ մարդը բացում է քո վիդեոն, առաջին 3-5 վայրկյանը որոշում է նա կմնա թե ոչ։ Դրա համար պետք է սկսես ուժեղ հուքով, որը անմիջապես կգրավի ուշադրությունը։ Բացի այդ, շատ մեծ դեր ունի նաև thumbnail-ը եւ վերնագիրը։ Եթե քո thumbnail-ը չի գրավում ուշադրությունը, մարդիկ պարզապես չեն սեղմի վիդեոյի վրա, անկախ նրանից, թե ինչքան լավ է ներսի կոնտենտը։ Շատերը մտածում են, որ YouTube-ում հաջողությունը գալիս է միայն բախտով կամ տարիների փորձով, բայց իրականում դա համակարգ է։ Եթե դու հետևես այս պարզ քայլերին, ստեղծես կանոնավոր կոնտենտ, օգտագործես շորտս, ընտրես ճիշտ թեմա եւ աշխատես քո հուքի ու thumbnail-ի վրա, ապա 1000 բաժանորդ հավաքելը դառնում է լիովին իրական եւ հասանելի նպատակ։ Կարևոր է նաեւ չհանձնվել սկզբնական փուլում։ Շատ մարդիկ կանգնում են 100 կամ 200 բաժանորդի վրա եւ դադարում են աշխատել, բայց հենց այդ փուլից հետո է սկսվում իրական աճը։ Եթե դու շարունակես, վերլուծես քո վիդեոները եւ ամեն անգամ մի փոքր ավելի լավը դարձնես կոնտենտը, ապա 1000 բաժանորդը կարող ես հասնել շատ ավելի արագ, քան պատկերացնում ես։ YouTube-ը այսօր տալիս է իրական հնարավորություն ստեղծելու լսարան, զարգանալու եւ նույնիսկ գումար աշխատելու։ Եվ այդ ճանապարհը սկսվում է հենց առաջին 1000 բաժանորդից։ Եթե ուզում ես ես քեզ ցույց տամ ամբողջ ճանապարհը 0-ից մինչև մոնետիզացիա եւ իրական եկամուտ, ապա subscribe արա Content Academy AM։